Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մեր քննարկումը լինելու է Արա Հակոբյանի հետ, ազգային օրակարգ նախագահ, խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան։ Ողջունում եմ պարոն Հակոբյան, փորձենք քննարկել ձեզ հետ վերջին շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, գուցե մի քիչ ավելի ընկով եւ սկսենք երևի Միքայել Հաչապանյանի ուրեմն առաջի Ատյանի դատարանում կարծես 3 դատավճիռ հրապարակվեց, որտեղ նա մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց ազատազրկման 2.5 տարի, եթե չեմ սխալվում։ 2 տարի։ Ինչու եմ ուզում սրանով սկսել, որովհետև այո, դատարանն է մեզ մոտ իրավասու այս կամ այն ձևով գնահատել այս կամ այն երևույթը եւ տվյալ դեպքում նաեւ պարոն Հաչապանյանի ուրեմն այդ կարծիքը, որ ինքը արտահայտել էր ուրեմն նրա մասին, որ իշխանությունը պետք է ռազմական հեղաշրջում եւ այլն։ Բայց այստեղ այդ սահմանը, որ դա կոչ է, որը ուղղված է կոնկրետ գործողությունների, թե իր կարծիքն է, որ պետք է այդպիսի հեղաշրջում, այստեղ շատ նուրբ բանցում կա եւ ես կուզենայի ձեր կարծիքը տեսնել, արդյոք մեր մոտ այստեղ մեր սահմանադրության եւ Հայաստանի կողմից վավերացված բազմաթիվ կոնվենցիաների խախտում չկա։ Տեսեք, կարևոր հարց եք տալիս եւ կարևոր անկյան ներքո, լույսի ներքո մարդիկ իրավունք ունեն ըստ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների իրենց կարծիքը ազատ արտահայտելու։ Եվ այդ կարծիքի ազատ արտահայտումը, սահմանափակումը դա եւ խոսքի, եւ խղճի, եւ ընդհանրապես մարդու ազատությունների սահմանափակումը է, տվյալ դեպքում դեր հասացի համատեքստում Սրբազան Միքայել Հաչապյանը ինքը իրականում կարծիք է հայտնել եւ այդ կարծիքի հայտնել է 4 տարուց ավել առաջ, որտեղ նա անհանգստություն է արտահայտել այն զարգացումների հետ կապված, որ մենք ունենում ենք, եւ այդ անհանգստությունը համազգային էր բնականաբար, որովհետև խոսքը գնում էր մեր տարածքների կորստի, հայկական տարածքների կորստի, մասնավորապես նույն Արցախի եւ հետագայում Արցախի հայաթափման եւ վերջնական բռնազավթման, այս փուլում առնվազն վերջնական բռնազավթման վերաբերյալ։ Եվ նա ասել է հետեւյալը, որ չի կարելի այսպես թողնել եւ պետք է գործողություններ անել, այդ թվում խոսել է նրա մասին, որ այդ գործողությունները կարան լինեն նաեւ ուժային։ Սա է եղել Միքայել Հաչապյանի ասածը եւ ժամանակի մեջ նա պարբերաբար լրագրողները, չգիտեմ էլ ովքեր, հարցել են, դուք sense բան ասել մարդն ասել է, այո, ասել են նույն կարծիքին եք, ասել է, այո, նույն կարծիքին է, որ չէր կարելի թույլ տալ, որ զարգացումները այնպեսին լինեին, ինչպեսին եղան եւ ես կարծում եմ, որ չէր կարելի իհարկե այդ զարգացումները թույլ տալ։ Հիմա փորձ է արվել ժամանակին քրեական գործ հարուցելու նույն այդ հարցով եւ կասեցվել է, այսինքն մերժվել է քրեական գործի հարուցումը, այն իմաստով, որ քրեական բովանդակություն չկա Սրբազանի ասածների մեջ։ Բայց այստեղ մենք էլի դրան անդրադարձել ենք, պետք է շատ կարևոր մի բան հաշվի առնել, որ գործող վարչակարգը ինքը լինելով իր էությամբ հակահայ, ինքը հետևողական է իր քայլերում եւ իր նպատակներում, շատ հետևողական է եւ թիրախներից մեկը դա եզակի պահպանված ազգային կառույցներից հայ առաքելական եկեղեցին է եւ մասնապես հայ առաքելական եկեղեցու այն գործիչները, որոնք ունեն ընդհանուր առմամբ անբասիր եւ ազգային կեցվածք։ Նույն Միքայել Հաչապյանը մի անգամ չի որ ասել է, որ հայ հոգևորականությունը հազարամյակներ, մոտ 2000 տարի առաջ կարողացավ անել անհնարինը։ Նա կարողացավ քրիստոնեությունը, որը դավանանքա եւ փաստացի քրիստոնեությունը չունի ազգային պատկանելություն, նա համամարտկային է։
քրիստոնեությունը կարողացավ հայ հոգևորականությունը ժամանակին դարձնել նաև ազգային, այսինքն հայ առաքելական եկեղեցին դա ազգային քրիստոնեություն է իր էությամբ եւ բովանդակությամբ եւ հայ առաքելական եկեղեցին որպես հայ առաքելական դավանանքը եւ հայ առաքելական եկեղեցին որպես այդպեսին ազգային կառույց է։ Հիմա երբ որ գործող վարչակարգը թիրախավորումը ամեն ազգային է եւ ամեն հայկական է, բնական է, որ ինքը պետքա թիրախավորի նաեւ եկեղեցին եւ եկեղեցուն կրկնվեմ հենց այն ներկայացուցիչներն, հոգեվոր այն ներկայացուցիչներն, որը իրենց մեջ ունի եւ ազգային եւ հոգեվորականի այդ համադրումը եւ իր կեցվածքով եւ իր փորձառությամբ եւ իր անցած կյանքով նա խոցելի չի, այսպես ասեմ։ Եվ Միքայել Աջապյանը հենց այդ թիրախն է, ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ հարված է եւ եկեղեցուն եւ ընդհանրապես մեր ազգայնական շարժմանը եւ պետքա փորձել չէ, պետքա հենց հավաքվել եւ առավելագույնը անել, բոլոր իմաստներով առավելագույնը անել, որ այս հարցում գոնե գործող վարչակարգը չհաջողի։ Պարոն Հակոբյան, դուք քաղաքական գնահատական եք տալիս, փորձում եք գտնել բուն պատճառները, թե ինչու է այդպիսի հետապնդում։ Իր պաշտպաններն էլ էին ասում, որ այս հետապնդումը քաղաքական բնույթ ունի, բայց ինձ համար այստեղ հավատացեք ավելի կարևոր է խոսքի ազատության տեսակետից այդ հարցի քննարկումը, որովհետև մեր լրատվամիջոցներում դա ըստ էության չի քննարկվել եւ այն որ մարդը ասում է հեղաշրջում է պետք, փաստորեն դա քրեական պատժելի արարք է համարվում, մինչդեռ այդ ձևով արտահայտած միտքը, որ պետք է այս ինչ բանը կամ այն ինչ բանը, դա ընդամենը մարդու կարծիք է եւ եթե մենք այդ կարծիքը այսպես չպաշտպանենք մարդկանց կարծիք ասելու իրավունքը, այլ քաղաքական գնահատականներով փորձենք հասկանալ, թե ինչու է դա արվում եւ այլն, մենք կանգնենք մի շատ բարդ իրավիճակի առաջ։ Մեր մոտ նախադեպային դատական համակարգ է եւ եթե մյուս ատյաններում եւս այս մեղադրանքը հաստատվեց, այստեղ խնդիրը ոչ միայն Աբջապահյանի այդ 2 տարի նստելն է, այլ նաև այն, որ այսպիսի կարծիքներ ասելու հնարավորությունը այլևս չի լինի մարդկությունը, մարդիկ կընդունեն, որ դա քրեական պատժելի, քրեորեն պատժելի արարք է։ Մինչդեռ ես ուզում եմ ներողություն եմ խնդրում ես երկար միջման համար, ուզում եմ մեջբերել 3 փաստաթուղթ, նախ մեր Սահմանադրության 42-րդ հոդվածի առաջին մասը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից տեղեկատվություն, որևէ ձևով տեղեկություններ, գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը։ Գրեթե նույն բանն է ասում Հայաստանի կողմից ավերացված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատություն եւ դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը, ինչ մենք տեսնում ենք Աջապահյանի պարագայում, որ ինքը տարիներ բազմաթիվ անգամ տարբեր ժամանակներում տարիներ առաջ եւ հետո ինքը ասել է, այո, ես այդ կարծիքն ունեմ, ես այդպես եմ կարծում։ Եվ երրորդ փաստաթուղթը, որ ուզում եմ մեջբերել, դա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի առաջին երկրորդ մասերն են, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքին եւ յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք
այդ իրավունքն ընդգրկում է ազատ անկախ պետական սահմանից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտած կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ արտահայտված ամեն տեսակի ինֆորմացիա, գաղափարներ ստանալու, տարածելու ազատություն։ Այս երկար մեջբերումները ես անում եմ նրա համար, որ մենք կարծես թե ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ ինքներս կարծես մոռացել ենք, որ ունենք այդ ազատությունը կարծիք արտահայտելու օրենսդրական կերպով իրավունքը եւ նորից եմ կրկնում, այս դատապարտումը ըստիս դա ուրեմն սպառնում է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև եթե սա դառավ նախադեպ, ապա ցանկացած կարծիք կարող է որակվել հեղաշրջման կոչ։ Տեսեք, ես խոսքի սկզբում անդրադարձա մարդու ունիվերսալ ազատությունների եւ իրավունքներին եւ անդրադարձա նաեւ ասելով, որ համապատասխան ՄԱԿ-ի որոշումներով կոնվենցիաներով դա հաստատված է եւ հաստատված է, այո, ինչպես եւ դուք նշեցիք, նաեւ մեր սահմանադրությամբ։ Հարցը հետեւյալն է. մենք այդ հասարակության մեջ ապրում ենք եւ զարգացումները տեսանել են եւ ուղղորդված են, ինչպես եւ ասեցի, ցանկացած ազատ միտք, որը չի համապատասխանում առավել եւ գործող վարչակարգի նպատակներին եւ գործողություններին եւ առավել եւս ունի իր մեջ ազգային բովանդակություն, այդ կարծիքները հետապնդվում են եւ բազմաթիվ են այն դեպքերը, երբ որ մարդկանց դատապարտում են կամ կալանավորում են կարծիք հայտնելու, այսինքն անհամաձայնություն եւ որևէ գործողության մասին խոսելու, ոչ թե կոչ անելու, դրանք որոշակիորեն տարբեր բաներ են, այսինքն մարդը կարծիք արտահայտում, ասում է, որ այս խնդիրների լուծումը այսպեսին են։ Եվ կոչը պետք է լինի, եկեք գնանք ես ինչ կոչը գործողության կոչ է, որը առաջնորդվում է եւ այլն եւ այլն, այսինքն դրանք տարբեր բաներ են։ Հիմա Սրբազան Աջապյանին տանում են հենց այդ, այսինքն կոչ սահմանադրական կարգի տապալման, իշխանության բռնազավթման այդ հոդվածով են դատել փաստացի եւ դատավճիռ կայացրել 2 տարի դատապարտման ենթարկել, բայց իմիջիալ դուք ասիք քաղաքական որևէ գնահատական չտվեցի։ Ես ասացի հետեւյալը, որ Միքայել Աջապյանը ինքը քաղաքական գործունեություն չի ծավալել։ Դա շատ կարևոր բան է, որ ուզում եմ այս պահին արձանագրենք։ Նա ծավալել է ազգային եւ հոգեվոր գործունեություն։ Ազգային նրա բոլոր խոսքերը իր մեջ ունեն եւ հոգեվոր, որպես սրբազան, եւ ազգային բովանդակություն։ Նա ազգային հոգեվոր գործիչ է եւ այդ համադրումն է, որ իրականում ազգայինի եւ հոգեվորի համադրումն է, որ իրականում այս իշխանությունների համար խիստ վտանգավոր է, խիստ։ Երբ որ խոսքը գնում է քաղաքական պայմանական գործունեության մասին, քաղաքական դաշտ, քանի որ Հայաստանում փաստացի ձևավորված չկա, եւ քաղաքական գործունեություն նույնպես փաստացի չկա, դա այդ ամենը քաղաքականի ներքո վերահսկում է 35 տարի Հայաստանը տիրած իշխանական համակարգի կողմից, այսօր նրա հերթական ներկայացուցիչ Փաշինյան Նիկոլի կողմից, ապա այն մարդիկ, ովքեր ազգայնական եւ հոգեվոր դաշտում են գործում, նրանք դառնում են շատ վտանգավոր, որտեղ նրանք այդ իրանց քաղաքական վերահսկելի տիրույթից դուրս են գործում եւ Սրբազան Միքայել Աջապյանը հենց այդ դեպքն է եւ նորից եմ ասում, նա այն անհատն է, որի շուրջ կարող համախմբում լինել եւ կարող է, այսինքն կարող է, ես չեմ ասում անցել, եւ կարող է համախմբում լինել եւ ինքը այն ուժը ունի, Աստված տա իր մարմնական առողջական վիճակը բավարար լինի, ինքը այն հոգեվոր ուժ ունի, որ նա մնալու է իր առաջնորդող դիրքերում եւ մնացած բոլորը պետք է հաշվի առնեն, նրանք ովքեր ազգային եւ ազգայնական տիրույթում են եւ հայ դավանաբանության քրիստոնեության, հայ առաքելական եկեղեցու քրիստոնեության տիրույթում են, պետք է հետամուտ լինեն եւ իրական, ոչ թե ձևական, այսինքն ենթանք խոսելով չի, իրական պայքար մղեն Սրբազանի ազատությունը ապահովելու եւ գործունեությունը հետագա ազատ գործունեությունը, ինչ որ դուք ասում եք, ապահովելու համար։ Իսկ մենք որ խիստ ավտորիտար երկիր ենք այսօր եւ գնում ենք բռնապետության, ազատությունների սահմանափակման տեսակետից, դա ակնառու է։ Շատ լավ։ Հիմա փորձենք քննարկել Հայաստանի վարչապետը մի քանի ելույթ ունեցավ այս ընթացքում եւ դրսում եւ ներսում եկեք փորձենք վերլուծել դրանք եւ հասկանալ թե ինչ էր ուզում ասել վարչապետը
միջազգային հանրությանը եւ հայ ժողովրդին։ Տեսեք, նա մի քանի ելույթ ունեցավ, ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ գլխավոր ասամբլեայի ընթացքում եւ միջալից մենք դրան անդրադարձել ենք արդեն, որ այն ժամանակ երբ որ առաջնային գործիչները ՄԱԿ-ում էին, քաղաքական պետական գործիչները, Նիկոլ Փաշինյանը վազել էր Մոսկվա, որովհետև Պուտինի հետ հետագա քննարկման դրսևորում բաները անհրաժեշտությունը ուներ, անընդրել էին, որ էներգետիկ խնդիրներ են լուծում, բայց իմ խորը համոզմամբ խնդիրները հենց քաղաքական են եւ աշխարհաքաղաքական են։ Եվ իմիջիալոց բանում ՄԱԿ-ի իր ելույթում այդ Պուտինի հետ հանդիպման եզրերը երևացին, բայց մի երկու բան ասեմ միջև այդ Փաշինյանը հետաքրքիր է, որ շատ բաներ եղել, վիրավորվել էր, անհանգստացել էր եւ ՄԱԿ-ի իր ելույթում ինքը դա արտահայտեց եւ ԵԽԽՎ-ի իր ելույթում ինքը դա արտահայտեց։ Նայես որ Ալիևը շարունակում է ասել հետեւյալը, որ Հայաստանը կապիտուլացվել է։ Իսկ Հայաստանը չի կապիտուլացվել։ Հայաստանը եւ նոյեմբերի 9-10-ին 20 թվականի կապիտուլացվել, այսինքն կապիտուլյացիոն առաջին փաստաթուղթն է կնքել եւ հիմա է կապիտուլացվում վերջնական փաստաթուղթը կնքելով փորձելով օրինականացնել 1921 թվականի Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը, որով Հայաստանը որպես երկիր, պետք է ունենա բռնազավթված եւ բռնակցված տարածքներով սահմաններ, այսինքն սովետականացված սահմանները, որը հատկորոշված է 1921 թվականի պայմանագրերով, հղում անելով Ալմաթի ինչ-որ հռչակագրի վրա, որտեղ որևէ բառ այդ սահմանների վերաբերյալ չի ասվում, այսինքն բացարձակ մանիպուլյատիվ ճիշտ կլներ հղել հենց Մոսկվայի Կարսի։ Այո, ավելի ճիշտ կլիներ, ավելի ազնիվ կլներ առնվազն հղում անել դրանց։ Այսինքն երբ որ Ալիևը դրա մասին ասում է, որ դուք կապիտուլացվել եք, դուք հրաժարվում եք ձեր բոլոր իրավունքներից եւ ազատություններից, հրաժարվում եք եւ պահանջատիրությունից, հրաժարվում եք եւ առաջի հանրապետությանը ազգերի լիգայի եւ Սևրի պայմանագրով հատկորոշված տարածքներից եւ նորից իրավունքներից, այդ ամեն ինչից հրաժարվում եք, այդ կապիտուլյացիան բառիշ ոնց է լինում։ Հրաժարվում եք բառացի հրաժարվում է, այսինքն ԵԽԽՎ-ում հաստատվեցին, նա ուղիղ պատասխանեց հրաժարվում է նրանից, որ Արցախի հայերը կարող են հետ գնալ Արցախ, այսինքն դա համարում է որպես լրջագույն խնդիր, ասում է դրանք պետք է ինտեգրվեն այսօրվա իր նկարած Հայաստանի շրջանակներում, իրական Հայաստան կոչված այդ հայեցակարգային կապիտուլյացիոն շրջանակներում։ Դա մի բան, որից ինքը անընդհատ չգիտեմ ինչի բորբոքվում է, ինչ է բորբոքվում։ Մարդը ասում է ինչ որ իրականում կա, ասում է նաև քեզ բորբոքելու համար, ասում է աշխարհին հայտնելու համար, թե Ադրբեջանի եւ Հայաստանի մեջ իրական ինչ տարբերություն կա, ասելով որ մենք ուժով հաղթանակ տանք, ՄԱԿ-ի ամբիոնից ասեց Ալիևը եւ նաև խաղաղությունը այդ պայմաններով մենք ձեռք բերեցինք։ Դա այդ երկուսն է մեր ձեռքբերումն է։ Դու երկու տեղում էլ կապիտուլացվել ես։ Մարդը դրա մասին աշխարհին հայտնում է։ Ինչ ես ուզում ես քո մասին կամ այն բանը կերպարը որ դու հայի մասին ստեղծել ես վախկոտ կապիտուլացվող պատերազմի դաշտից փախնող այդ քո ստեղծած կերպարներն են որ բացարձակ չեն համապատասխանում հայությանը իրական հայությանն ու իրական հային դու ուզում ես դրա մասին չխոսեն դու ես ստեղծել դա եւ դու ես դա քարոզում աշխարհով մեկ եւ այն խաղաղություն կոչվածը որ նորից քարոզվում է դա կապիտուլյացիայի արձանագրում է եւ դա հասկանալի է դժբախտաբար ոչ միայն մեր համար, հասկանալի է ամբողջ աշխարհի համար եւ աշխարհը մեզ սրանից հետո տենցա վերաբերվելու։ Մենք պետք է դա հաշվի առնենք։ Մյուս բանը դա այդ Զանգեզուրի միջանցք կոչեցելն է։ Ալիևը ասում է դա Զանգեզուրի միջանցք է։ Հիմա այս Փաշինյանն էլ ասում է Ընդդեմ բառ գրած չկա այդ տղա ջան բառը ոչ է 20 թվականին նույն նոյեմբերի 9-ի 10-ում էլ միջանցք բառը չկար բայց փաստաթի դա արտատարածքային ճանապարհ էր այսինքն նույնն է միջանցք որը տրամադրվել էր այն ժամանակ ռուսներին թուրքերի հետ միասին հիմա այդ նույն բանը տրամադրվում է թուրքերին ամերիկացիների վերահսկողության տակ հիմա ինչքանով դա նույնը կլինի Կերևա բայց երբ որ դու չես կարողանում անխոչնդոտ բառը համապատասխանաբար մեկնաբանել, որը գրված բառ է, ինքան այնտեղ գրված բառ չկա, անխոչնդոտը կա գրված։ Չէ, ինքը մեկնաբանում է անխոչնդոտ։ Չէ, ասելով, որ այն մյուս կողմը համապատասխան ոնց է reciprocal բան։ Համապատասխանաբար, այսպես ասած, ուրիշ բառ է օգտագործում, հիմա բառը չի հիշեցի հայերեն, կարևոր չի։
բայց այնտեղ ինչու հստակ Իր ելույթներից մեկում նա բացատրեց լրագրողներին, որ անխոչնդոտ բառը նշանակում է բոլոր հայկական պրոցեդուրաներից հետո ԿՄ հաճույքով չմերժել այդ անցումը։ Ինքը ես ասում եմ նրա ելույթներից մեկը։ Ելույթներից մեկում էլ ասեմ, որ երբ որ սրվեց հարցը եւ բերեցին նրան, որ պետք է ասա այո կամ ոչ։ Այո կամ ոչ հետեւյալին, թե հայկական պատկան մարմինները բոլորը կարողանալու են, ունենալու են իրավունք այդ ճանապարհին, այդ ուղիում, Թրամփի ուղի կոչվածում, հա, իրենց գործողությունները, համարժեք գործողությունները իրականացնել ադրբեջանցիների նկատմամբ, ադրբեջանցի անձ կամ ադրբեջանցի բեռ։ Ասես չեմ ասի այո։ Չեմ ասի, դուք ուզում եք ես այո ասել, ես այո չեմ ասի։ Չես ասի այո։ Որտեվ բայգրաման դա այնքան ակնառ է, բայց դու այո ասա, ակնառ է, բայց հարց են տալիս այո ասա, եթե դա այոյ է։ Կամ այո ասա նրան, որ դու համապատասխանաբար այդ պայմաններով, այդ պայմանները ինչպիսին են իմ կարծիքով, այդ պայմանները եթե չասեմ բան են խիստ արտոնյալ են եւ բան է ադրբեջանցիներին դնում են հատուկ պայմանների մեջ, դրական իրանց համար, այդ նույն պայմանների մեջ են լինելու արդյոք հայերը Ադրբեջանի տարածքում կամ հայկական բեռնափոխադրումները, Ադրբեջանը ասում է ոչ։ Եվ այդ խտրականությունը մեր իսկ նկատմամբ տեսանելի է, չէ՞։ Ինչ ես նեղվում։ Ինչ ես նեղվում, հարցակվում ես, չգիտեմ, անգլիացիներ թե ինչ այդ պատգամ ԵԽԽՎ-ին երբ որ իրան հարց են տալիս։ Հարց է տալիս, չէ՞, ասում է դա ադրբեջանցի թուրք-ադրբեջանական օգուտը հասկանալի է, Հայաստանի օգուտը, որն է այդ Զանգեզուրի նա հարցին չպատասխանալով բան արում, կարճում է Զանգեզուրի Միջանցք ասած բառից։ Հարցին պատասխան, ասա Զանգեզուրի Միջանցք չի եւ այլն, ու հետո հարցին պատասխանի։ Ինչ ես պատասխանում։ Հա, հո բան չի, այսինքն դու կարող աստեղ կարողանաս մանիպուլացնել մի քանի 100,000 մարդի, որոնք ուզում են մանիպուլացված լինեն կամ մի քանի 100,000, որոնք շահառու են այս ամեն ինչից։ Բայց դու չես կարող ամբողջ աշխարհը մանիպուլացնել կամ խաբել։ Դու այդ գերչկական խորամանկություն կոչվածը։ Հիմա անդրադառնամ նրան, ինչ որ ասեցին նաև, որ ռուսական հանդիպման բաներ արձագանք է երևաց։ Նա ՄԱԿ-ի ամբիոնից ասեց նրա մասին, որ 3+3-ը դա լավագույն բաներից է, ձևաչափերից է, որ պետք է տարածաշրջանում, մասնավորապես հայկական խնդիրի լուծման շրջանակում դիտարկել։ Ինչ 3+3։ Այսինքն թուրք-ռուսական մոդելը, հա, որով ռուսները փորձ են անում ամեն կերպ թուրք-ադրբեջանցիների հետ միասին վերահսկել տարածաշրջանը դուրս մղման այդ իրանց ճանապարհին, որը այսօր կատարվում է, դու բերում ես եւ ՄԱԿ-ի ամբիոնից ասում ես դա լավագույնն է, հա, դեռ լավագույն Հայաստանի համար դրա ինչն է լավագույն։ Այդ ո՞նց է 3+3-ը համապատասխանելու Ամերիկայի, ամերիկյան կամ չգիտեմ եվրոպական եւ այլ գործիքների հետ։ Դու ասում ես մենք այսպեսին ենք, մենք կարողանում ենք չկա տես բան։ Եվ արևմուտքը պատերազմի մեջ է Ռուսաստանի տվյալ դեպքում հետ։ Արևմուտքը խնդիրներ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Արևմուտքը խնդիրներ ունի նաև Իսրայելի հետ, որին հետ կանադառնանք հուսով եմ բանի ցեղասպանության համատեքստում։ Դու այդ ամենա եւ ամենա իմաստուն ու ճարպիկն ես, հա, որ դու կարողանում ես այդ ամեն ինչը իրար հետ համադրել, այն ինչ որ համադրելի չի։ Չի ստացվելու, հարգելի ֆլյուգեր։ Չի ստացվելու եւ այստեղից նորից երևում են, այսպես կոչված, ռուս-թուրքական ականջները, որը ուղիղ Փաշինյանի աջակից կողմերն են։ Եկեք անդրադառնանք նրա մյուս ելույթներին եւս։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի դուք ՄԱԿ-ի ելույթը ՄԱԿ-ը եւ ԵԱԽԽՎ-ն ասեցի։ Ես այդ հիմնական երկու ելույթներն էին, որոնք ինքը ունեցավ եւ որտեղ բոլոր բաները արձանագրվեցին։ Ես մի բան էլ ուզեի ասել, որ ազգային ժողովը խայտարակ այդ նույն կապիտուլյացիան պաշտպանող հայտարարություն ընդունեց մի 2 օր առաջ, ազգային ժողովի իշխող բանը, խմբակցությունը խայտարակ, այսինքն ամբողջովին այն ինչ որ Փաշինյանը ասում է, այդ կապիտուլյացիան պաշտպանող հայտարարություն ունեցավ եւ դա հասկանալի էր, բայց դա խայտարակություն է, այսինքն փաստացի ազգային ժողովի եւ գործադիր իշխանության եւ Հայաստանում արկա օրենսդիր իշխանության դրսևորումները կապիտուլյացիոն են, բայց դա մի բան էլ եմ ուզում անդրադառնալ։ Ընդդիմադիր դաշտի
Ընդդիմադիրները ասում եմ ճակերտներով, բանի մասնավորապես խորհրդարանական ընդդիմադիր դաշտի դիրքորոշմանը որևէ բառ գոնե ես կարծում եմ եւ մնացած բոլորը չեն լսել նրա վերաբերյալ որ լավ էս ստորագրվող փաստաթուղթը վատնա բայց այս ստորագրվող փաստաթուղթը հիմքեր ունի եւ հիմքերը ես արդեն ասեցի 1921 թվականի Մոսկվայի Կարսի պայմանագրերն են Եվ այդ հիմքերը վա, որ այս երորդ հանրապետություն կոչվող, որ երորդը չի բնականը չորրորդներ չի, այս երորդ հանրապետություն կոչվող պետական միավորը, կամ կվազի պետական միավորը գործում է։ Այդ հիմքերը 1921 թվականի Մոսկվայի Կարսի պայմանագրերն են, այդ հիմքը մեր բաննա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրն է, որտեղ դրա մասին որևէ բառ չի ասվում, ավելին անուղղակի ասվում է, որ սա այո սովետական միության իրավահաջորդն է, սովետական Հայաստանի, դա նույն այդ բանի Ալմատի հռչակագիրն է, եւ դա նույն 20 թվականի կապիտուլյացիոն առաջի փաստաթուղթը նոյեմբերի 9-ի 10-ի Տիտղոսային ընդդիմությունը մի բառ անգամ քարկոծելով, հայհոյելով Փաշինյանին եւ այլն մի բառ անգամ չի խոսում այդ իմ թվարկածների վերաբերյալ, ասելով որ այ դա ինչ որ արված է, դա սխալ է։ Եվ Փաշինյանը միջազգային շատ լավ օգտվում ասում, լավ դուք էս ինչ որ ես անում, դուրներ չի գալի։ Դե մի բառ ասեք նոյեմբերի 9-ի 10-ի մասին, այդ ինչի ձեն չեք անում։ Դե մի բառ ասեք այդ Ալմատի հռչակագրի մասին, ինչի ձեն չեք անում։ Որովհետեւ նույն մետրոպոլյանների ներկայացուցիչներն են, որտեղ դա նույն իշխանական համակարգն է Հայաստանը տիրող։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ գովազդի եթերում։ Չէ ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Մենք շարունակում ենք մեր զրույցը ազգային օրակարգության խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, եկեք մի փոքր ներքաղաքական հարցերից անցնենք արտաքին քաղաքական։ Ես ուզում եմ հատկապես կանգ առնել ՄԱԿ-ում Թրամփի ելույթի վրա, որից բավական հետաքրքիր հետևություններ կարելի է անել։ Ձեր մեկնաբանությունները։ Տեսեք, Թրամփը իրականում հետաքրքիր ուղերձներ հղեց ՄԱԿ-ում իր ելույթում եւ այդ ուղերձները Թրամփը հղեց, ես մի անգամ չի որ ասել եմ դրա մասին։ Թրամփը այսօր այս փուլում, որը կարծում եմ անցումային փուլ է, ԱՄՆ հետագա զարգացումների համար ներկայացնում է աճ պահպանողական, այսինքն աճ հանրապետական թևը եւ դրան զուգահեռ ինքը նաեւ ներկայացնում է իր ստեղծած այսպես կոչված քաղաքական եւ ոչ միայն քաղաքական բովան հայեցակարգային միավորը, որը կոչվում է ՄԱԳԱ։ Այդ երկուսի մեջ կան եզրեր, եւ բայց նաեւ կան որոշակի հակասություններ։ Եվ այդ հակասություններն էլ երևում են, բայց աճ հանրապետական կողմը, աճ պահպանողական կողմը ոնց որ թե գերակայում է այս պահին։ Եվ Թրամփի իր ելույթում ՄԱԿ-ում դրանք աճ տեսակետները արտահայտված են, որը օրինակ համահունչ են մեր քաղաքական ուժի եւ անձամբ իմ մոտեցումներին։ Առաջինը ինքը խոսեց նրա մասին, ՄԱԿ-ին որոշակիորեն ՄԱԿ-ի այդ քարտուղարությունը, ՄԱԿ-ի այսօրվա գործող այդ կառույցները որոշակիորեն խիստ քննադատության ենթարկելով, ասելով, որ ՄԱԿ-ը խոսում է, որոշումներ ընդունում, բայց այսօր փաստացի իր որոշումները նա չի կարողանում կյանքի կոչել, հա, այսօր ՄԱԿ-ը իր գործադիր մասը, հա, իր բանում, այսպես ասած, դաշտում իրականացվելիք խնդիրները չի կարողանում արդյունավետ տեր կանգնել, խնդիրներին արդյունավետ տեր կանգնել։ Եվ իր տարբերություն ասելով, որ ինքը եւ իր վարչակարգը այսօր տեսեք ինչ աշխարհակաղակական շարժ է սկսել եւ ինքը հերթով բաներ անում։ Այդ թվում խաղաղության պայմանագրերը կնքել տալիս պատերազմները դադարեցնում իմիջիայլոց։ Հետաքրքիր է, որ ոչ մի կերպ նա Հայաստանի անունը չի կարողանում հիշել, առավելևս չի կարողանում հիշել Փաշինյանի անունը, բնական է, որ Հայաստանը չի հիշում, էլ Ալբանիա ասում է, ինչ ասես ասում է, եւ այս բանում ոչ թե ՄԱԿ-ում, այլ բանի բարձր զինվորականության իր ելույթում, որը էլի 2-3 օր առաջ էր, Փաշինյանը նախսին խոսեց այնուս տղան անունը, որպեսզի Հայաստանի անունը չտվեց, Ադրբեջանը դժվարությամբ ասեց, Հայաստանի անունը չտվեց եւ Փաշինյանի անունն էլ ասեց, փոխարեն ասեց այնուս տղան, էլ, այսինքն դա իրական վերաբերմունքի դրսևորում է, բայց անդրադառնանք ՄԱԿ-ի իր ուղերձներին։ Առաջինը ասացի, որ նա փաստացի ասում է, որ ՄԱԿ-ը որպես այդպեսին պետքա էապես փոփոխվի, այս ՄԱԿ-ը, որը գործում է, ինքը փաստացի բացի խոսելուց եւ բացի բաներից հավաքներ կազմակերպելուց եւ անիմաստ եւ ոչ արդյունավետ փող ծախսելուց ուրիշ ոչինչ զբաղված չի, դա մեկ։ Երկրորդ կարևոր ուղերձը, որը իմ կարծիքով շատ կարևոր էր, դա հետեւյալն էր։ Նա ելույթի մեջ, մի հատ սկզբի մասում, մի հատ վերջնամասն էլ, այսինքն ելույթն դրանով ավարտեց, երկու կարևոր բան ասեց։ Առաջինը ինքը խոսեց իմիգրացիոն հոսքերի մասին, խոսեց էներգետիկ խնդիրների վերաբերյալ, որ գլոբալիստական օրակարգերը իմիգրացիոն եւ բանի էներգետիկ, որը կանաչ օրակարգն է եւ բաների մուլտիկուլտուրալիզմն է, մուլտիկուլտին է, ոնց որ Մերկելն էր ասում, դա կործանում է եւ այստեղ ամենակարևորը իմ կարծիքով կործանում է ինչը։ Դա կործանում է ամեն ազգի, ինչպես ինքը ասեց, nation, ամեն ազգի եւ ամեն երկրի առանձինել երկիրը նշեց, առանձնահատկությունները, յուրահատկությունները։ Առանձնահատկություն, այո, դա, յուրահատկություն, առանձնահատկություն կարելի է այդպես թարգմանել։ Դա արտահայտված ազգայնական մոտեցում է։ Արտահայտված, որովհետեւ ազգայնականությունը հենց դա է ասում, եւ իմիջիայլոց ինքը դա էլ շեշտեց, որ աշխարհը հարուստ է այդ առանձնահատկությունների գոյությամբ,
Ազգայնականությունը հենց դա ասում, այսինքն ներդաշնակ աշխարհ ամեն մեկի համագործակցելով, բայց ամեն մեկի առանձնահատկությանը, ամեն ազգի առանձնահատկությանը տեր կանգնելով, ոչ թե գլոբալիստական բոլորը բոլորի հետ խառնելով։ Եվ Թրամփը դա ասեց, եւ դա շատ կարեւոր է։ Մյուս բանը, որ ինքը իմ համար նորից բացարձակ ընդունել եւ կարեւոր ասեց հետեւյալը, որ մենք պետքա հենվենք մեր պատմության վրա։ Մենք պետքա հենվենք մեր հերոսների վրա, մենք պետքա հենվենք մեր լեգենդների վրա եւ դրանով պահպանենք էլի նորից նույն բանին անդրադառնալով մեր ազգին հատուկ արժեքները։ Տեսնեք ինչ հակասությունն է այդ թվարկածը մեր, այսպես ասած, առաջնորդողի եւ առաջնորդողների դիրքորոշումների հետ։ Մերժել անցյալը, մերժել փառավորը, փառահեղը, կապը կտրել մեր հայրենիքի հետ, մեր հերոսների հետ, այսօրվանից սկսում ենք լավ ուտել, լավ խմելը։ Թրամփը մերժում է դա, իսկ իդեմս Թրամփի դա մերժում է Ամերիկայի այսօրվա վերնախավը, establishment-ը, իշխող վերնախավը, գերակա իշխող վերնախավը։ Եվ աշխարհում այդ շարժումն է հառնում ազգայնականության աճ ուժերի, որովհետև աշխարհը հասկանա, մասնավորապես Եվրոպային անդրադարձավ նույն Թրամփը, եվրոպացիների բավականաչափ լուրջ այսօր գործիչներ կան, այդ թվում իշխանության եկած գործիչներ, օրինակ նույն Իտալիայում, մասնակիորեն ենթային Գերմանիայում, մասնակիորեն օրինակ Մեծ Բրիտանիայում, որ հասկանում են դա եւ շարժում է սկսվել այդ կատաղի ձախ լիբերալիզմի դեմ, որը ոչնչացնում է ազգը, ազգությունը եւ ազգային պետությունը։ Դա մի բան, որը իմ կարծիքով շատ կարևոր է Թրամփի ելույթում ՄԱԿ-ի ամբիոնից, բարձրագույն ամբիոնից։ Մյուս բանը, որը էլի ես ուզում եմ անդրադառնալ, Թրամփի ելույթն էր զինվորականության շրջանակում։ Իրանից առաջ ելույթ ունեցավ իրենց պատերազմի խարտուղարը, դե գիտեք, փոխեցին անունը բանի Պաշտպանության նախարարությունից պատերազմի նախարարության, որովհետև բացատրությունը հետևյալն է, որ խաղաղություն իմիջիալս նորից շատ կարևոր հակադրություն է այսօր Հայաստանում շրջանառվող թեզերի։ Խաղաղություն կարելի է ստանալ միայն ուժի միջոցով։ Ուժ չունես, խաղաղություն չունես։ Չունես խաղաղություն, ուժ չունես։ Չունես հնարավորություն քո խաղաղությունը պաշտպանելու քո իսկ ուժերով, չունես խաղաղություն։ Դա կեղծ ձևաչափ է, կեղծ, սուտ է, կեղծիկ է, մանիպուլյացիա է։ Եվ ուժի միջոցով դա կարելի է հասկանալ, բայց պատերազմի նախարարությունը պատերազմի նախարարության ասում են, բացատրությունը դա է, եւ իրանք ասում են, եւ մենք պատերազմելու ենք սրանից հետո եւ բոլոր պատերազմներում հաղթելու ենք, որովհետեւ բերենք խաղաղություն։ Հիմա, բայց այդտեղ մի հատ ուրիշ կարևոր բան, որը նույնպես գլոբալիզմի դեմ արտահայտված դրսևորում էր, դրա մասին ասեց պատերազմի քարտուղար Հեքսետը, բայց կարևորը որ դրա մասին խոսեց Թրամփը, նա ասեց հետևյալը։ Ասեց սրանից հետո բոլոր դաշտերում, բոլոր այն տիրույթները, որ կառավարվում է պետականորեն վերահսկվում է, լինելու է ընտրությունը, ընտրանքը արժանինքների հիման վրա։ Այսինքն merit based, այսպես կոչված անգլերեն ասած, լինելու արժանինքների հիման վրա ընտրությունը չի լինելու խտրական ընտրություն, հաշվի առնելով սեր, հաշվի առնելով մաշկի գույն, հաշվի առնելով սեռական կողմնորոշում, չի լինելու տենց բան, այդ կվոտաները վերանալու են։ Եթե կինը ուզում է տղամարդու հետ ամերիկյան տվյալ դեպքում զինված ուժերի մասին է խոսքը, զինված ուժերում ծառայել հրաշալի է, բայց նա պետք է նույն պայմաններին համապատասխանի, ինչ որ դրված է տղամարդու վրա, որովհետև թշնամին մարտի դաշտում չի նայելու իր դեմը կինա թե տղամարդ, նա ելնելու է դիմացինի հմտություններից, եւ հմտություններն են եւ արժանինքներն են, որ հնարավորություն են տալու մեզ հաղթել, այնպես որ դադարացնում ենք այդ կեղծ մոտեցումները, կվոտաների մոտեցումները։ Ես ասեմ հետեւյալը, ես ժամանակին դրա մասին խոսում էի, միջազգային խոսույթի մեջ առաջացել էր հետևյալ բանաձևը, positive discrimination, այսինքն դրական խտրականություն։ Դրական խտրականություն փաստացի հիմնականում դա վերաբերվում էր առողջ տղամարդուն։ Դրական խտրականություն էր նրան նկատմամբ, որովհետև նրան խտրականում էին, խտրականության տակ էին դրել, արժանինքներով չէր ընտրանքը, այլ կվոտաներով։
կինը առանձին կվոտա ունի, բանա սեռական փոքրամասնությունը առանձին կվոտա ունի, ռասայական փոքրամասնությունը առաջին, որ եւ այդ չափանիշներով ընտրանքը կատարվել եւ ոչ թե բաների արժանինքների։ Հիմա Թրամպյան այսօրվա Ամերիկայում, որ այդ էս լրիվ համաձայն եմ, հաստատ արժանինքների, որտեղ արժանավորների իշխանություն պետք է լինի, եւ դա հենց իմ կարծիքով այն ուղին է, որը պետք է լինի Հայաստանում։ Սա Թրամպի երկու այդ ելույթների մասին եւ երրորդին էլ, եթե թույլ կտա կանադառնամ, դա ոնց որ 3, հա, արդեն բան ա եղել, այդ ուղղությամբ նաև հերթական զարգացումն ա եղել, դա Գազայի մերձավոր արևելքում եղած այդ պատերազմական եւ ցեղասպան գործողությունների Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպան գործողությունների բանն է, դրան վերջ դնելն է եւ խաղաղության որոշակի ձևաչափի ձևավորումը, որին համաձայնվել են, դա նույնպես կարեւոր է, հիմնականում արևմտյան երկրները եւ արաբական երկրները եւ մուսուլման երկրներ, մասնապես օրինակ, որ հատուկ շեշտվում է Ինդոնեզիան, որովհետեւ Ինդոնեզիան դա արաբական երկիր չլինելով, տարածաշրջանային երկիր չլինելով, բայց մուսուլման ամենամեծ երկիրն է այսօր աշխարհում, մուհամեդական ամենամեծ երկիրն է այսօր աշխարհում։ Եվ այդ դրան համաձայնվել է նաեւ ստիպված կարծում եմ Իսրայելը, այսինքն Իսրայելի գերակա խնդիրը, որը նա դրել էր, որ Գազան պետք է իր կողմից վերահսկվի, Իսրայելի կողմից վերահսկվի եւ այնտեղ այդ ցեղասպան գործողությունների արդյունքում պետք է դուրս մղվեն պաղեստինցիները Աստորեն Գազայից, այդ ոնց որ թե այդ էթնիկ մաքրումն ու ցեղասպանությունը չեն թույլ տալիս, որ Իսրայելը վերջնականացնի։ Նախապայմաններով հիմնական նախապայմանը այն է, որ պատանդներին բոլորին պետք է բաց թողնեն, երկրորդ նախապայմանը հիմնականն է, որ պետք է Համասը այլևս որևէ մասնակցություն չունենա որևէ քաղաքական գործընթացի Գազայում եւ ընդհանրապես Պաղեստինում, երրորդ նախապայմանը նաեւ որ այդ առաջի երկուսից հետո Իսրայելը որոշակիորեն զորքեր հետաքաշում եւ դրանից հետո եւս 20 պայման է, որի ընթացքում վերջնական որպես վերջնարդյունք նախատեսվում է, ինչքան ժամանակ հետո ծրագրային ժամանակացույց, այսպես ասած այնտեղ չկա, բայց նախատեսվում է, որ բանի պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը արդեն որպես պետություն ունենալու իրավունք դիտարկվելու է, բայց դա լինել դեմիլիտարիզացված եւ վտանգ չներկայացնող պետություն եւ տարածք եւ պաղեստինյան նոր բան է ստեղծվելու, կառավարման միավոր է ստեղծվելու եւ դրա վրա լինելու է խորհուրդ, այսպես կոչված խաղաղության խորհուրդ, որը վերահսկելու է, որի նախագահ լինելու է Թրամպը։ Եթե դա նախագահ Թրամպն է, ապա Պարզա, որ մոտակա 4 տարվա ընթացքում փորձելու են առավելագույն ձեռքբերումներ ունենալ այդ ճանապարհին։ Հիմա բոլոր կողմերը համաձայնվել էին բացի Համասից եւ 3 ոնց որ լուր եղավ, որ եւ Թրամպը անգամ դրա մասին գրեց, որ Համասը համաձայնություն է տվել։ Հա, իմիջիալս բանել իսրայելցիների կողմից բացաթողնվելու մի շարք քաղբանտարկյալներ, որոնք նրանք մի շարք թե բոլորը Անդե թիվ էր գրած, հիմա ես չգիտեմ, դա արդյոք բոլորն է, հա, բայց մեծ թիվ էր գրած 1700-ի կարգի, եթե չեմ սխալվում, կարող է եւ բոլորն է դա, որոնք պետքա բանա Իսրայելը այսօր բանալ, բանտարկել է, ազատությունից զրկել է։ Հիմա դա մյուս պայմաններն են։ Հիմա լուր գնաց, որ Համասը համաձայնվել է այդ առաջին նախապայմաններին, էլ ինչ որ բաներ փորձում անել, բայց եթե այդ խաղաղության ձևաչափը կյանքի կոչվի, դա ինքը լուծում կարող է լինի իրականում մերձավոր արևելքում որոշակի այդ անընդհատ շարունակվող պատերազմական գործողությունները կասեցնելու համար եւ իհարկե ժամանակը տևելու եւ ժամանակում շատ բան կարող է փոխվի, բայց այս փուլում ես բացի նրանից ինչ որ ասացի, մի հատ կարևոր բան եմ ուզում շեշտել։ Այդ ամեն ինչում ոնց որ եւ բնական է կարծում եմ ներառված չի Ռուսաստանը, Իմիջիայլոց ներառված է Թուրքիան, բայց ներառված չի Ռուսաստանը, ներառված չի Իրանը եւ ինչքան ես հասկանում եմ, նաեւ ոնց որ ներառված չի Չինաստանը։ Այսինքն եւ ներառված է փաստացի մերձավոր արևելյան մնացած բոլոր բաները, նշանակություն ունեցող երկրներ եւ ոչ միայն մերձավոր արևելյան։ Կարելի ասել համարյա, այսպես ասած, կարելի ասել ամբողջ աշխարհը։ Այսինքն դուրս մղվածների դաշտում են այդ իմ թվարկված երկրները։
Եվ դա լուրջ, շատ լուրջ հարված է, մասնավորապես Ռուսաստանի մասին չեմ էլ ուզում խոսել, մասնավորապես Չինաստանի աշխարհաքաղաքական նկրտումներին։ Բայց արդյոք Չինաստանը այդ հակամարտությանը փորձում էր ինչ-որ ձևով միջնորդի դեր խաղալ կամ կարգավորել, այդ ակտիվությունը ուներ արդյոք Անպայման փորձում էր եւ մինչեւ Թրամփի գալը, օրինակ Չինաստանն ա եղել այն երկիրը, որը կարողացել է պատերազմական ոչ թե գործողություններ, պատերազմական իրավիճակը կազմանել, դադարեցնել եւ ընդհանուր սեղանի շուրջը նստացնել Իրանին Սաուդյան Արաբիայի հետ միասին։ Իսկ Սաուդյան Արաբիան այդ տարածաշրջանի արաբական աշխարհի ամենակարևոր ազդեցություն ունեցող երկրներից մեկն է։ Այսինքն Չինաստանը մերձավոր արևելքում եւ Գազայի շրջանակում էլ Չինաստանը անդադ փորձում էր իր օրակարգերը առաջ մղել։ Բայց ես վստահ չեմ, որ Չինաստանը չի լինի այդ այսպես կոչված խաղաղության խորհրդում։ Անկեղծ ասած հույս ունեմ, որ կլինի, որովհետև դա որոշակի հակակշիռ կարող է ստեղծել իրավիճակում, բայց այնուամենայնիվ այս փուլում առաջնորդությունը բացարձակ ամերիկյան եւ արևմտյան է, որովհետեւ չմոռանանք, որ արևմտյան մի շարք կարևոր երկրներ, դա Ֆրանսիան է, դա Մեծ Բրիտանիան է, դա սկանդինավյան երկրներ, մի շարք երկրների կողմից Պաղեստինի պետականության ճանաչումներ, որ լուրջ ճնշում եղավ Իսրայելի եւ ԱՄՆ-ի մի քանի շաբաթ առաջվա դիրքորոշումների վրա։ Այնպես որ դա կարծում եմ շատ կարևոր բան է, զարգացում է, եւ այդ զարգացման համատեքստում Թրամփը առաջ է մղում իր այսպես կոչված Աբրահամյան համաձայնությունների գաղափարը, որը հիշեցնեմ իր նախորդ առաջին այսպես կոչված բանի նախագահության շրջանակում ընդունվել էր, որով Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների միջև համաձայնություն էր բանարվել, կնքվել, որ նրանք ոչ միայն փոխադարձ ճանաչել են միմյանց, այլ նաեւ համագործակցել են բոլոր հարցերում։ Հիմա Թրամփը առաջ է մղում դա, այդ Աբրահամյան ակորդը, Աբրահամյան այդ համաձայնությունները փորձելով դարձնել միջազգայինորեն ճանաչված հարթակ, որի շուրջ այդ թվում դրա մասին խոսում էին, որ դրա մեջ կարող մտնի եւ Ադրբեջանը եւ Հայաստանը։ Իսկ ինչպես են լուծվելու զաղթված տարածքների հարցերը Իսրայելի կողմից արաբական։ Տեսեք, այստեղ խոսքը էլի այդքան միարժեք չէ, համենայն դեպս Թրամփը իր ելույթներից մեկում խոսեց նրա մասին, որ հոլանյան բարձունքները ինքը ճանաչել է որպես իսրայելյան տարածք, Իսրայելը բանը Երուսաղեմը ճանաչել է որպես իսրայելյան մայրաքաղաք, բայց այդ հարցերի մանրամասները ես կարծում եմ արդեն այդ խորտ բան քննարկումների արդյունքում ինչ որ լուծումներ կգտնեն առաջնային համաձայնությունը եթե կյանքի կոչվի։ Վերջում նորից վերադառնանք Հայաստան եւ փորձենք հասկանալ այս նախընտրական տարում ինչ զարգացումներ եք դուք սպասում, արդյոք ընդդիմությունը կարող է ինչ-որ ճիշտ է շատ ծանրակշիռ հայտ ներկայացնել, ես նկատում եմ ոչ խորհրդարանական ընդդիմությանը խորհրդարան մտնելու կամ իշխանությունը բանանելու մեջ, որովհետև հիմա ամբողջ տեղ ունեցած իրադարձությունները արդեն անցնում են այդ նախընտրական պրիզմայի միջով։ Տեսեք, դուք կարևոր եւ բավականաչափ բարդ հարց եք տալիս, որովհետեւ առաջինը մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ այն ձևաչափում, ինչ ձևաչափում ընտրությունները Հայաստանում 35 տարի շարունակ իրականացվել են, այդ ընտրությունները գործող իշխանական համակարգի եւ այսօրվա վարչակարգի Նիկոլ Փաշինյանական իշխանական համակարգի այսօրվա վարչակարգի Նիկոլ Փաշինյանական վարչակարգի շահերն են սպասարկելու, որովհետեւ դա փաստացի քաղաքական միջոցառում չի լինելու, դա լինելու է գործող իշխանության, գործող ուժերի իշխանության մեջ եւ իշխանական հանդիմության մեջ եղած ուժերի շահերի սպասարկում։ Բոլոր գործիքները իրանց ձեռքում են եւ իրանք ի վերջո վերարտադրվել են։ Ինչպես եւ եղել է շարունակ։ Հիմա արտա խորհրդարանական կամ արտախորհրդարանական, այսպես ասած, վարչակարգային մետաստազները կան, տարբեր ուժեր, որոնք որպես ընդդիմություն են հանդես գալիս, բայց իրականում այդպեսին չեն։ Արտախորհրդարանական ազգայնական ուժերի միաբանման փորձեր այսօր իրականացվում
եւ որոշակի այդ ուղղությամբ շարժ կա, հավաքներ ա լինում, բոլոր սեղաններ ա լինում, քննարկումներ ա լինում։ Ես առաջ չընկնեմ, հա, իմիջիայլոց այսօր հենց այդպիսի կլոր սեղանի բան կա, նախաձեռնություն կա եւ տեսնենք ուր կհասնենք, այստեղ մի հատ կարևոր բան կա, որը կարևոր բանաձև կա, որը մեր քաղաքական ուժի բանաձևն է, որին կարծում եմ պետք է հետևել։ Չի կարելի շարունակ նույն փոცხի վրա կանգնել։ Իսկ փոცხը հետևյալն է. բոլորը բոլորի հետ, երբ որ չկան սկզբունքներ եւ կարմիր գծեր, որը ընդհանուր են բոլորի համար, բոլորի կողմից անվերապահ ընդունում են, եթե այդպիսիք չկան, այդպիսի հավաքները ոչ միտեղ տանող են։ Եվ ավելին, այդպիսի հավաքները բերում են նրան, որ իրական միաբանում ազգայնականների հնարավոր չի լինում։ Հիմա ես այս դիրքորոշումը ոչ միայն ձեր եթերում եմ հայտնում, այլ նաև մեր քննարկումների ժամանակ եմ հայտնում, տեսնենք ուր կհասնենք, ես չի կարելի դադարեցնել պայքարը։ Չի կարելի դադարեցնել պայքարը ազգային հոգևոր Հայաստանի համար, եւ մենք այդ ճանապարհին ենք։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։